Ողջույն։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի թեմայի, որը իրականում մեր այս ամբողջ ողբերգությունների, ձախողումների հիմքն է։ Դրա մասին մենք խոսել ենք առաջին օրվանից, 2018 թվականի մայիսի 8-ից, երբ ընտրվեց վարչապետ ու առաջին կադրային նշանակումն արեց։ Այսօր 7 տարի անց դժգոհում է կադրային քաղաքականությունից եւ ասում կադրային ճգնաժամ ունենք։ Բայց ինչու ունենք կադրային ճգնաժամ։ Ըստ իրեն, որովհետև նախկին 30 տարի եւ այլն այդ հին երգերին չանդրադառնամ։ Իսկ իրականում ինչու ունենք կադրային ճգնաժամ։ Այսա մենք անընդհատ ասում ենք, բայց իրենք երբեք բաց չեն խոսի։ Փաշինյանը կադրային ճգնաժամի կոնտեքստում ասում է, բանակը այլևս չի բարեփոխվի, որովհետև մանկապարտեզները քիչ են, քանդված են եւ այլն։ Նախ չեմ անդրադառնում Փաշինյանի այս խոսքերի վտանգավոր կողմին։ Հիմա, երբ թշնամին անընդհատ խախտում է հրադադարը, երբ անգամ կառավարությունն է հայտարարում, որ Ադրբեջանն ուզում է հարցը տանել էսկալացիայի, ու Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասում է, այն որ 2021 թվականից ասում են բարեփոխում են բանակը, սուտ է, չի ստացվի բանակը բարեփոխել։ Սա հնարավոր պատերազմի մեջ մտնող երկրի ղեկավարի համար շատ վատ ազդակ է։ Արարատ Միրզոյանը, որ այդտեղ նստած էր, ճիշտ կլիներ, որ ասեր, այդ Ադրբեջանին նա ոդկա է տալիս։ Իհարկե Փաշինյանը ճիշտ է։ Այս դեպքում ունենք չբարեփոխված բանակ, իսկ ով պետք է բարեփոխեր։ Հայաստանում կադրային սովեր դրա համար Պապիկյանին նշանակեցիր պաշտպանության նախարար, թե նրա համար, որ քո կուսակցության վարչության անդամն է։ Հայաստանն ունեցել է պաշտպանության նախարար գեներալ Նորադ Տեր-Գրիգորյանց, ունեցել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան, ունեցել է պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Միքայել Հարությունյան, ունեցել է պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյան։ Նրանց ֆոնին Նիկոլը պաշտպանության նախարար է նշանակել պատմության դասատու Սուրեն Պապիկյանին ու ասում է, բանակը չի բարեփոխվի, կադրային սով է։ Սուրեն Պապիկյանի տեղակալները նրանից բեթար կապ չունեն պաշտպանության համակարգի հետ, ֆինանսիստ են ու միլիցա։ Կադրեր չկան, թե կոմոդ չկան։ Ինչքան վատ կադրեր կային, չմասնագետներ դրել ես բարձր պաշտոնի։ Ենթակայության տակ գտնվող մասնագետները դա համարել են իրենց արժանապատվությունից ցածր, դուրս են եկել գործից։ Ասում են դրանց հետ չենք աշխատի։ Մեր ինքնասիրությունը վիրավորվում է նման մարդկանց հետ աշխատելը։ Ու այդ քո բերած կադրերն էլ իրենց հերթին են իրենց ցածր չափանիշներով աշխատակիցներ բերում։ Կարևորը լինի ձեր թիմի անդամ, կարևորը լինի ընտանիքի անդամ, ձեր նեղ կռուգից։ Այսօր առողջապահության նախարարն ասում է, մի քանի բժշկական կենտրոններում առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Նարեկ Զեյնալյանն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի թեկնածուն է։ Ասում եմ, տնօրեններից շնորհակալ ենք, զարգացում են ապահովել, բայց փոխում ենք, բերենք Նարեկ Զեյնալյանին։ Նարեկ Զեյնալյանը ԿՊԱ-կան падգամավոր էր, որը Նիկոլի SMS-ը ստացավ ու մանդատը վայր դրեց։ Հիմա տանում են ոլորտ, որը մարդկանց կյանքի հետ կապ ունեցող առաջնային օղակ է։ Գլուխ չի հանի, բայց հաստատ լավ աշխատավարձ կստանա։ Ինչ չափանիշներով եք շարժվել։ ԿՊԱ-կան լինելու։ Բայց նայեք ցինիզմը։ Նիկոլը կառավարության նիստում դժգոհում է կադրային քաղաքականությունից, բայց նույն Նիկոլը որոշել է, որ պետք է հիվանդանոցի տնօրեն լինի Նարեկ Զեյնալյանը, որը ԿՊԱ-կան է, կամ որովհետև ԿՊԱ-կան է։ Սա դեռ հեչ։ Ուրեմն սխալ էր արել, չէ՞ որ մանդատը հորդորեցիր վայր դնել։ Իսկ հիվանդանոցում սխալ չի անի, թե ձեր համար մեկ է։ Իսկ Անահիտ Ավանեսյանին, որ չափանիշներով նշանակեցիր նախարար առողջապահության, ինչից որոշեցի, որ առողջապահության նախարարը պետք է լինի իրավաբան։ Բայց եթե նախարարը մասնագետ չէ, իր ենթակայության ոլորտներում կարող է նա նշանակել իր չափանիշներով չմասնագետների։ Դոկտոր պրոֆեսոր Նորայր Դավիթյանց, Հարություն Քուշկյան, Արա Բաբլոյան տեսած նախարարությունում Ավանեսյան բերելուց հետո բա կխոսեք կադրային դեֆիցիտից։ Կարող ես բացատրել, թե պաշտոնապես 25, ոչ պաշտոնապես 50% աղքատություն ունեցող երկրի սոցիալ նախարար ինչի է նշանակել պատմաբանի։ Ուզում ես ասել հնարավոր չէր 1.7 միլիոն մոտավորապես աշխատավարձով մասնագետի բերել նախարար աշխատելու, ջանդամ թող ԿՊԱ-կան էլ չլիներ։
Կարող ես բացատրել, թե արևելագետը ինչ գործ ունի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության հետ, որ նախարար ես նշանակել։ Դրա համար էլ դուք արբանյակ եք անում երկինք, մյուսների արբանյակներն ընկնում են։ Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա, այլ դու ես ընտրում ճգնաժամի մեջ գտնվողներին։ Դու անգամ մասնագետների մեջ որակյալներին չես կարողանում ընտրել։ Շրջակա միջավայրի նախարար ես նշանակել իբր մասնագետի, Սիմիդյանը երկրաբան է, դիպլոմ ունի։ Լավ մասնագետ է։ Ծառեր էր խոստանում տնկել, մի քանի միլիոն հատ էնել։ Տոպրակների արգելքի բարեփոխում էր իբր արել։ Որ մեկը կատարվեց։ Ոչ մեկ, որովհետև մասնագետների մեջ էլ ընտրում ես էլի համաձայն կուսակցական շահի։ Մարտի 1 կազմակերպելուց հետո փախուստի էջ դիմել, թաքնվել է իր Սիմիդյանենց տանը, պետք է պարտքի տակից դուրս գա, իր նշանակեցիր նախարար։ Մի պատանու նշանակել է իր Սփյուռքի նախարար։ Մի պատանու էլ նշանակել է իր տեղակալ կամ էլ օգնական, որ անգամ օրենքներ արգելում։ Ինչի՞։ Չափահաս մեկը չկար, բայց հիմա էլ նշանակել եք Սփյուռքի հանձնակատար մեկին, որը չափահաս է, բայց Սփյուռքում մերժելի է։ Էլ ուրիշ մարդ չկար։ Քանի պաշտոնի նշաձող եք իջեցրել, որ ձեր կադրերին նշանակեք։ Գյուղապետի ցենզը իջացրել եք, կրթական ցենզը հանել եք, անգամ ակադեմիայի ինստիտուտի մատենադարանի ղեկավարի չափանիշներն եք իջեցրել, որ ձեր թեկնածուին նշանակեք։ Պեկի տեսուչների չափանիշներն եք իջեցրել, դրա համար էլ տուգանքների 80%-ը չեղարկվում է։ Առնվազն երկու դեպքով մենք բացահայտել ենք, որ կեղծ դիպլոմով նշանակել եք մարզպետ ՔՊԱ-ականների։ Գործից հանեցիր տարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Մթոն Պապիկյանը այնքան մի լավ մասնագետ էր, որ կարող է խորհրդականն էլ դիպլոմ չունենա։ Մասնագետ էլ չլինի։ Դուք եք որոշել, որ պարեկները կարող են ընդհանրապես միջնակարգ կրթություն ունենան։ Երեք հրապարակեցի տեսանյութ, թե ոնց են փողոցի մեջտեղը ավտոմեքենայի դուռը բացում ու վարորդին փռում ասֆալտին։ Ինչ է թե չի ուզում հարազատի ուղարկավորությունից ուշանալ ձեր ժամերով փողոցները փակ պահելու պատճառով։ Դիվանագիտական դպրոցը փուլ էր եկել, որ պատերազմող երկրի արտգործնախարարի տեղակալ նշանակեցիր, կյանքում ոչ միտեղ չաշխատացին, իսկ նախարար նշանակեցիր Թուրքի ագենտի մականուն կամ գուցե կարգավիճակ ունեցողին։ Բայց նորմալ մասնագետ ունենայիր, կեհերներ կհայտարարեր, պետք է բոլոր երկրները հաշվի նստեն Հայաստանի հեղափոխության հետ, այս տեսակետից պետք է հարաբերություններ զարգացնենք։ Քանի պատգամավոր ունես, որ բարձրագույն կրթություն չունի։ Ու դրանով հանդերձ օրենսդիր մարմնի անդամ է։ Ումից ես դժգոհ, Նիկոլ։ Նրանից ես դժգոհ, որ լուրջ կադրեր չեն ուզում քեզ հետ աշխատել, որովհետև անկանխատեսելի, անհավասարակշիռ մարդ ես, որը չի պատկերացնում ոչինչ պետական կառավարման համակարգից։ Կարող է մի օր չպատճառաբանված տրամադրության կտրուկ փոփոխության պայմաններում, ասենք գարնանային փոփոխական մի օր, առանց բացատրելու SMS ուղարկես, գործից հանես։ Դրա համար ամեն մեկը գալիս է փող աշխատելու, պարգևավճար ստանալու, գա ստանա գնա, քանդվող երկիր, քանդվող համակարգեր, ոչ մեկ լուրջ չի վերաբերում իր գործին։ Ձեզ վրա էլ հույս չի դնում։ Ձերի գարի անտեր էշ կարգախոսն է։ Նորմալ ղեկավարն ընտրում է նորմալ կադրեր։ Հետը գալիս են, հետը գնում են, կամ այնքան մասնագետ են լինում, որ հաջորդը խնդրում են մնան։ Իսկ դուք 7 տարի իշխանություն եք հազիվ։ Հազիվ գտնես մի երկու հիմնարկ, որ 7 տարում մի քանի ղեկավար չի փոխել։ Քյարամյան ունես, որ մի օրում 2 պաշտոն է անգամ փոխել։ Ու ամեն եկողը նախորդից չմասնագետ է, դրան գումարած չմարդ է, նախորդից վատն է։ Վերջապես ցանկացած համակարգ մտեք։ ՔՊԱ-ական պաշտոնյաների ազգուտակն են։ Ինչի մասնագետ չկային։ Ասում եք մերոնք են, բայց ազնիվ են, անփորձ են, բայց ազնիվ են։ Նախ պարզվեց հեչել ազնիվ չեն, հայտարարագրերը նայեք, հարցեր չեն առաջանա։ Բայց եթե անգամ ազնիվ լինեին, արդյոք ազնվությունը կառավարման փորձ է։ Նիկոլն ասում է, եթե մարդը վարել չիմանալով վարորդ է աշխատում, ինչի՞ չի կարող կառավարել չիմանալով աշխատի։ Քո օրինակն է։ Համ վարորդական վկայականն ես կեղծիքով ստացել, համ դիպլոմ չունես, համ էլ կառավարումից գաղափար չկազմելով կառավարություն ես ղեկավարում։ Ու հիմա էլ դուրս է գալիս, որ կադրերն են մեղավոր, որ չկան։ Դու ես մեղավոր։ Կադրերը միշտ էլ կան, եղել են ու կլինեն։
երբ դու դուրս կգաս ու այդ աթոռին կլինի նորմալ, լուրջ, մասնագետ մարդ, որը կիմանա ինչ առաջադրանք է տալիս, ինչ արդյունք է ստանում, լրիվ ուրիշ վիճակ կլինի։ Խնդիրը կադրերը չեն, խնդիրը նշանակողն է։ Խնդիրը Նազելին չէ, Քիսոն չէ, Աննան չէ, Արգիշտին չէ, Արարատը չէ, Ալենը չէ, Վահագնը չէ։ Խնդիրը դու ես, որ ոչինչ չիմանալով ստանձնել ես պետության ղեկը։ Դա քիչ է, մի հատ էլ մինի փորձով, գիտելիքներով, հմտությամբ մարդկանց նշանակել ես մաքսիմում արդյունք ակնկալող տեղ։ Էս չեք։ Այսպես կոչված հեղափոխությունից առաջ այդ չեք եղել։ Հիմա էլ զարմանում եք, թե ինչու ձեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Կարճ ասած, Ժորժ ջան, այդ որ հասում են Ղարաբաղ հանձնեցինք, որովհետև Ալմաթայի հռչակագիր ու չգիտեմ ինչ, տնտեսությունը քանդվում է, որովհետև անպարտաճանաչ հարկատուներ, դիվանագիտությունը վատն է, որովհետև դեսպանատան շենքերը վարձով են եւ այլն, ոչ ժողովուրդ, որովհետև քանդել են։ Ամենտեղ էքսպերիմենտ են արել սրանք։ Դրա գինը էսա, մեր այսօրվա վիճակն է։ 1 տարուց լրանում է ձեր կառավարման ժամկետը։ Գնալու եք, ել չեք լինելու։ Այս ձեր էքսպերիմենտների տակից ոնց է երկիրը դուրս գալու։ Դա առհասարակ հնարավոր է։ Ավելի լավ չէր ձեր այս հեղափոխությունը չլիներ։ Ձեր այս կադրերը, որ այսօր նախագահ, ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետ, նախարար են ու դեպուտատ, էլի Սորոսի գրանտների հաշվին ակցիաներ անեին ռուսների դեմ, բայց կառավարման ղեկին մոտ չգային։